Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր հունվարի 26։ Դրա համար Հակոբի դեմ կախարդություն չի լինի, ոչ էլ մոգություն Իսրայելի դեմ։ Թվոց 23-րդ գլուխ 23-րդ խոսք։ Ախ ինչ զորությամբ պետք է այս խոսքը արմատախիլ անի բոլոր հիմար սնահավատ վախերը, նույնիսկ եթե կախարդության և մոգությունների մեջ որոշակի ճշմարտություն լիներ, դրանք չէին կարող ազդել Տիրոջ ժողովրդի վրա, նրանց ում Աստված է օրհնում, սատանան չի կարող անիծել։ Բաղաամի նման չար մարդիկ կարող են խորամանկորեն դավադրություններ կազմակերպել Տիրոջ Իսրայելը տապալելու համար, բայց չնայած իրենց ողջ գաղտնիությանը և քաղաքականությանը, նրանք դատապարտված են ձախողման։ Նրանց բարութը խոնավ է և նրանց սրերը բթացած։ Նրանք հավաքվում են, բայց քանի որ Տերը նրանց հետ չէ, նրանց հավաքույթները ապարդյուն են։ Մենք կարող ենք լուռ նստել և թույլ տալ, որ նրանք հյուսեն իրենց ցանցերը, քանի որ մենք չենք ընկնի դրանց մեջ։ Թեև նրանք օգնության համար կանչում են Բեհեղզեբուղին և կիրառում են նրա բոլոր օձանման խորամանկությունները, դա նրանց ոչնչի չի օգնի։ Կախարդանքները կձախողվեն, մոգությունները կմոլորեցնեն նրանց։ Ինչ օրհնություն է սա, որքան է այն հանգստացնում մեր սրտերը։ Աստծո հակոբոսները պայքարում են Աստծո հետ, բայց ոչ ոք չի կարող պայքարել նրանց դեմ և հաղթել։ Աստծո իսրայելացիները զորություն ունեն Աստծո հետ և հաղթանակած են, բայց ոչ ոք չի ունենա նրանց հաղթելու զորությունը։ Մենք կարիք չունենք վախենալու ոչ սատանայից, ոչ էլ որևէ թաքնված թշնամիներից, որոնց խոսքերը լի են խաբեությամբ, իսկ ծրագրերը ստոր և անհասկանալի։ Նրանք չեն կարող վնասել նրանց, ովքեր հավատում են կենդանի Աստծուն։ Մենք մարտահրավեր ենք նետում սատանային և նրա բոլոր լեգիոններին։